Բժշկական համալսարանի արդեն նախկին ռեկտոր Միքայել Նարիմանյանը հերքում է մամուլում շրջանառվող այն տեղեկությունը, թե պարտականությունները վայր է դնում բուհի վարկային պատմությունների պատճառով։ Ժողովուրդ օրաթերթը օրերս գրել էր, որ համալսարանը 2012-ից 15 թվականների ընթացքում 5 վարկային պայմանագիր է կնքել, չնայած որ համալսարանի բանկային հաշիվներին բավականին գումար է եղել։ Առաջին 3 վարկերը տրամադրվել են ընթացիկ ծախսերի իրականացմանը եւ շրջանառու միջոցների ձեռքբերմանը, իսկ վերջին 2-ը աշխատավարձի եւ դրան հավասարեցված վճարներին։ Բուհը 4 տարի ղեկավարած Նարիմանյանը վարկեր վերցնելու փաստը չժխտեց, սակայն նշեց դրանց գերակշիռ մասը ինքը ժառանգել է նախկին 2 ռեկտորներից ու իր հրաժարականի դիմումն այս պատմության հետ կապ չունի։ Երբ որ ես դարձա ռեկտոր, համալսարանը ուներ 4.5 միլիոն ամերիկյան դոլարի վարկային պարտք։ Այսօր չավելացավ, ինչի եք այդպես ասում։ Պակասեց, ընդ որում պակասեց մինչև 1 միլիոն 600 հազար դոլար։ Այսօր բժշկականի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար նշանակվեց առողջապահության նախկին նախարար Արմեն Մուրադյանը։ Նարիմանյանը հրաժարականի դիմում է ներկայացրել հոգաբարձուների խորհրդի նիստի ժամանակ։ Նախկին ռեկտորն իր հեռանալը պատճառաբանում է գիտական եւ բուժական գործունեությանը վերադառնալու ցանկությամբ։ Ես գտնում եմ, որ որպես պրոֆեսիոնալ ես վերադառնամ այդ գործին։ Ռեկտորի պաշտոնին հրաժեշտ է տալիս, բայց համալսարանից չի հեռանալու։ Որպես ամբիոններից մեկի վարիչ Նարիմանյանը շարունակելու է աշխատել Արմեն Մուրադյանի ղեկավարությամբ։ Ի դեպ, նախկին նախարարին չի մտահոգում այն փաստը, որ ստանձնում է կոռուպցիոն սկանդալի ու վարկային պատմությունների կիզակետում հայտնված բուհի կառավարման ղեկը։ Կարծում եմ, որ տնտեսական իրավիճակը վերլուծելուց հետո կարողանանք նաև այս հարցին անդրադառնալ, սակայն ընդգծում եմ, որ բժշկական համալսարանը ունի մեծ ռեսուրս, որ մենք կարողանանք այս հարցի լուծումները տալ իրավական, ֆինանսական եւ այլ բոլոր մնացած դաշտերում։ Ես հուսով եմ եւ բավականին տրամադրված եմ այս հարցերը արագ լուծումը տալ։ Նոր ռեկտորի վերջնական մրցույթը կկայանա արդեն 40 օր հետո։ Մուրադյանը սակայն նշում է, ինքը հանդես է գալու սեփական ծրագրով շեշտը դնելով միջազգային ստանդարտներին համահունչ բժշկական կրթություն ապահովելու վրա։ Ռեկտորի պաշտոնակատարը դեռ չգիտի արդյոք կդադարեցնեն ուսանողներից գանձել 300,000-ական դրամները, որի դիմաց բուհի աշխատակիցները տրամադրում են ուսումնառության ընթացքում նրանց յուրացրած ուսումնական ծրագիրը։ Բայց հարցով մտահոգված կրթության ու գիտության նախարարն այս շաբաթ Ազատության եթերում երևույթն անթույլատրելի էր որակել։ Տեղեկանք տալ, մոնոպոլացնել, ուրիշ տեղից չվերցնել եւ դա դարձնել թիվ, մի քիչ պետք է խնայեն մեր բնակչությանը։ Ես կճշտեմ այդ փաստը։ Արդեն նախկին ռեկտորը սակայն ասում է, այդ գումարը վճարվում է հստակ աշխատանքի դիմաց։ Բուհի աշխատակիցները չեն կարող անվճար ամեն դիմող ուսանողի համար անգլերենով 700 էջանոց ծրագիր գրել։ Ես դեմ չէի լինի դա եւս մեկ անգամ քննարկել, բայց արդեն դա դրանով կզբաղվեմ։ Ինչի նախկինում չեք քննարկել։ Եթե դա էլ էր ձեզ մտահոգում, որ 300,000 դրամ վճարում են։ Չէ, ինձ դա չեմ կարող ասել, որ դա ինձ մտահոգ էր։ Դուք ճիշտ եք գտնում դա։ Համենայն դեպս մեծ սխալ դրա մեջ չեմ տեսնում։ Նարիմանյանը հավելում է, եթե գումարի չափը մտահոգել է կրթության նախարարին, ապա նա կարող է արդեն Արմեն Մուրադյանի հետ քննարկել ու հարցին դրական լուծում տալ։